Այ ժողովուրդ ջան, անցած օրերը իսկական փորձություն էին հանրապետության օպերատիվ ծառայությունների համար։ Բնությունը էլի փռշտաց, բայց այս անգամ ոչ թե բոլոր ծառայություններն անզոր գտնվեցին, այլ մեկը, սակայն ամեն ինչի մասին հերթականությամբ։ Հենա, քիչ առաջ լսեցիք ուժգին քամու ու կարկուտի հետևանքով հանրապետության տարբեր հատվածներում ստեղծված ֆորս մաժորային իրավիճակի մասին։ Ես անդրադառնամ մայրաքաղաքում կատարվածին, մասնավորապես գիշերը ժամը 1-ի սահմաններում Խորենացի փողոցում ժողովրդին հայտնի Մետաքս թաղամասում ուժգին քամու հետևանքով քոքահան եղած հսկայական 2 բարդիների ծաղկի սրահի վրա ընկնելու պատմությանը։ Այն երրորդն էլ ընկնելու վտանգ, այս էլ ընկնելու վտանգ։ Ընդ տեսար, բայց ընդեղա վտանգավորը։ Ես պատկերացնում եմ, թե ինչ հետևանքներ կլինեին, եթե դեպքը տեղի ունենար ոչ թե գիշերը 1-ին, այլ ասենք երեկոյան 7-ին։ Փառքը շատ, Աստված ջան, ասենք ու արձանագրենք, որ ծառի ընկնելու հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկային։ Կոտրվել էր միայն երկաթե էլեկտրասյունը։ Լավ, անցնենք հետևանքների վերացման գործընթացին, հենց որտեղ էլ թաքնված էր ինտրիգը։ Տեսեք, դեպքից կարճ ժամանակ անց հասան փրկարարները, պարեկները, երկխաղլույս ընկերության ներկայացուցիչները, կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը իր շքախմբով։ Իդեպ վերջինին մալադեց, մի քանի ժամ նորմալ ղեկավարեց աշխատանքները, բայց հարցերի հարց էր մնում, թե ուր են քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն կազմակերպության ՀՕԱԿ-ի աշխատակիցները։ Այս գործը, որ հիմա փրկարարները, կենտրոնի թաղապետն ու ծաղկի սրահի աշխատակիցներն են անում, պիտի աներ քաղաքապետարանի կանաչապատումը, բայց ուր են նրանք, կամ ուխտի ականջում են քնած, կամ էլ արջիքուն են մտել։ Այդ հիմնարկի պաշտոնյաները կարծես չիպավորված լինեն, երբ նրանց ասում են, թե 18:00-ից հետո այսինչ վայրում արտակարգ դեպք է տեղի ունեցել, պատասխանում են, թե 18:00-ից հետո ոչինչ չենք կարող անել։ Իսկ շաբաթ-կիրակի օրերին էլ ընդհանրապես չեն պատասխանում քաղաքացիների զանգերին։ Տիգրան Ավինյան, այդ Բեգոյանի հիմնարկը թափ տուր, որովհետև նրանց գլուխ պայելու պատճառով մայրաքաղաքի բնակիչները ասում են, թե Ավինյանը ոչինչ չի անում, այսինքն դրանց ցցին տալը քո իսկ շահերից է բխում, պարոն քաղաքապետ։ Հիմա մի բա պատկերացրեք, որ Աստված մի արածցե, այդ ծառերը ընկել էին մարդու վրա եւ նրան օգնության պետք է հասներ այս շտաբօգնության մեքենան։ Ինչ էր լինելու այդ մարդու վերջը։ Այո, պուլպուլակ, լավ, նյուժելի այդքան բարդ է հասկանալ, որ փարոսիկներ ու լուսաձայնային ազդանշաններ միացրած շտաբօգնության մեքենաներին զիջել է պետք, որ ասում եմ, այս գիշերային երթևեկից խուսափել է պետք, եւ որ դա մղձավանջ է, չեն հավատում։ Դե արի ու հասկացի, թե սակավ մեքենաների պարագայում այս Range Rover-ի վարորդը գիշերը ժամը 3:30-ի սահմաններում ֆիզիոլոգիական ինչ վիճակում է եղել, որ Բագրատունյանց պողոտա եւ Չեխովի փողոցի խաչմերուկում ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների չի զիջել շտաբօգնության այս մեքենային։ Գրիգորյան ազգանունով 34-ամյա տղամարդն է եղել Ռենջի ղեկին։ Դեպքի վայրում հավաքվածները նաև նշում էին, որ մեքենաների ստացած վնասվածքներից պարզ երևում է, որ Range Rover-ը կտրել է շտաբօգնության մեքենայի դեմը, ու եթե պարզվի, որ վարորդը կամ ղեկին քնել է, կամ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, կամ մինչև կարմիր փոխելը վերջին պահին փորձել է կտրել խաչմերուկը, ընդհանրապես չեմ զարմանա։ Այնա լրիվ վերսաներն էլ դեպքի վայրում հավաքվածները ասում են, վերջում հաստատ դրանցից մեկն է լինելու, իսկ ահա հետևանքների առումով չեմ կարող լիաթոք ասել, թե լավ ենք պրծել։ Սկորին խես քրփում արա, գլուխդ քորա գալի, այ լելոտ, սկորին խես քրփում, մարդը գնում է մարդ փրկի, քունում են խիարները քրփում են, բա ուր ես փախնում։ Թե այս տզրուկը ով էր, որ պայտակ երևաց ուրեն ուզում էր կինոյի տղուտեղը դներ, պարզ չէր։ Շարժեր սրանց նման ոչնչությունների վրա կենտրոնանալ, առավել եւս, որ վատ լուրեր կային, թեև դիտելով գետնի վրայի այրան քանակությունը ամեն ինչ պարզ էր։
Շտաբօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը եւս վիրավորների մեջ էին։ Ռենջի վարորդն ու ուղևորն էլ էին տեղափոխվել հիվանդանոց։ Առողջություն ենք մաղթում վիրավորներին ու վարորդներին եւս մեկ անգամ կոչ անում պարտադիր զիջել շտաբօգնության մեքենաներին, թեկուզ միայն այն պատճառով, որ դրանց մեջ կարող է գտնվել ձեր հարազատը կամ բարեկամը։ Քո փարտը ասում որ մարդու բան չեղը, ոչ թե գա քփուրներ տա։ Այն մարդ, ինչ ասես չենք լսել, բայց որ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն զանգեն ու ասեն, թե լճերից մեկում մեքենա է նկատվել, դա իրոք զարմանալու է։ Մեկը զանգել է, թե բա Արգավան գյուղի վարչական տարածքում մի լիճ կա, մեջն էլ բեռնատար, շտապեք դուրս բերեք։ Հետաքրքիր է, ինչ ռեակցիա են տարել այդ պարագայում զանգերին պատասխանողները, բայց ես հաստատ կպապանձվեի։ Ինչևէ, չեն պապանձվել, այլ արագ փրկարարների խումբ են ուղարկել, ու տեղում պարզվել է, որ ազանգողը գույները չի խտացրել։ Մինչև ասա դեպքի վայր հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը հասցրել էր 3 անգամ լճի մեջ հայտնաբերված մեքենայի 4 կողմը հետախուզական աշխատանքներ կատարել ու պարզել էր, որ մեքենայում եւ դրանից դուրս մարդ չկա։ Ապա փրկարարները գյուղացիների օգնությամբ բերված վերամբարձ կռունկի հատուկ ճոպաններն ամրացրել են ջրում հայտնաբերված Վիլիսին ու հեսա տեսնում եք, թե ինչպես են դուրս բերում։ Լավ, բայց ում մեքենան է եւ ինչպես է ստեղ հայտնվել, կհարցնեք, ասեմ ժողովուրդ ջան։ Պարզվում է, որ մեքենայի սեփականատերը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Գորն է, ով հայտնել է, որ ինքը մեքենան տվել է իր ազգականին, որի հետ ոստիկաններն ու պարեկները հեռախոսակապ են ստեղծում։ Վերջինը հայտնում է, թե մեքենան ինքն է վարել, ուրիշ մարդ հետը չի եղել։ Հիմա էլ գտնվում է շոկի մեջ։ Ասում եմ, կարող է Վսոժը հետը ուղևոր կամ ուղևորուհի է եղել, պրոստը չես ուզում խոստովանես։ Լավ, չմտնենք մատի ու մատանու արանքը եւ հուսանք, որ Գորի ազգականը կատարվածից դաս է քաղել։ Հա, ու մեկ էլ գրպանդ լայն բացի, մեքենայի համար Գորին ագին փող ունես տալու։ Խազել մեքենա է։ 13 որդի վեր այլոց 13 թիվ։ Բենզին է թողում, հա։ Հա, վտանգավոր է։ Այն իր հագուստներն է բանի մեջ։ Արգավանդում լճից մեքենա հանեցին Մալացիա Սեբասիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5 կոտորակ 9 հասցեի հարևանությամբ ջրատարից դի։ Հա, ժողովուրդ ջան, չգիտես ինչու, հենց օրերը տաքանում են, նման պատահարների պակաս չի լինում։ Չես հասկանում, ոչ են, որ մտնում են լողանան, հովանան, ոչ են, որ միտումնավոր են այնտեղ հայտնվում։ Ինքնասպանության ձևը էլի, այս հարցերի մեջ ավելի շատ խճշվեցի, երբ պարզեցի մահացածի տարիքը։ Առաջի հատվածն ենք եկել, մեքենան այս կողմից է մոտեցել, վազելով մոտարապես 700 մետր եկել ենք ստեղ, արդեն համապատասխան ինչ-որ բանով։ Երևի հասկացաք, որ նախորդ դեպքի նման այս անգամ էլ է փոքր ինչ ուշացել, ու հիմա լսում եք, թե մինչև հասնելս ինչ գործողություններ են արել իրավապահները։ Ապրեք տղեր ջան, կարող է մի քիչ վայրի հնչի, բայց բավականին հմտացել են ջրանցքներից մարդ դուրս բերելու գործի մեջ։ Իսկ այս անգամ դուրս էին բերել 70-ից 75 տարեկան կնոջդի։ Տեղում դատաբժիշկ հայտնեց նախնականով դիակի վրա բռնության հետքեր չկան։ Արդյոք դժբախտ պատահար է եղել։ Գուցե փաստենա, որ գործը հարուցվեց սպանություն հատկանիշներով։ Դե սկզբում այդ հոդվածն են դնում ու երբ պարզվում է, որ ասենք դժբախտ պատահար է, վերավորակում են։ Աղբոր պես, ժողովուրդ ջան, այդ ջրանցքների կողքով զգուշ անցեք։ Հիմա մի վթար վրաերթի մասին, որն ինչպես ասում են, դեռ շատ ջուր կտանի։ Խոսքը մայիսի 19-ին Մայրաքաղաքի Արզումանյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում երեկոյան ժամը 23-ի սահմաններում Լադայի եւ Օպելի բախման մասին է, որից հետո Լադան վրաերթեր ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթացել եւ գլխի վրա շրջվելով մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Եթերային սղության պատճառով այս պատահարը չենք ներկայացրել ու փաստորեն ճիշտ էինք արել, որովհետև դրան հետևած իրադարձությունները ոչ պակաս ինտրիգային եւ ցավալի են եղել։ Այն մի ավտոն էլ ընդեղ է, չէ՞։ Նախասեմ, որ վթար վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկված կինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր
Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ ըստ կնոջ դստեր 35-ամյա Վարդուհի Մկրտչյանի մի քանի օր անց մահացել է։ Վարդուհու ցավը բնականաբար անչափելի է, բայց ապրի աղջիկը, որ իր մեջ ուժ է գտել ու բարձրաձայնել գործով քննիչի Հենրիկ Սահրադյանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մասին։ Խաշմերուկնդե եկի հասլաս թե օպելը։ Ըստ մահացածի դստեր ինքը ասել է քննիչին, որ բողոք է ներկայացնում վարորդների դեմ, սակայն վերջինը պատասխանել է, որ իրավունք չունի բողոքելու եւ պետք է բողոքի կամ մայրիկը, այսինքն տուժածը, կամ էլ գիտակցության գալով լիազորագիր տա դստերը, որ բողոքի։ Մոր մայից հետո Վարդուհին փաստաբանի հետ հասնում են նրան, որ Վարդուհին ճանաչվում է մահացած մոր իրավահաջորդ, սակայն նույն քննիչը միջև օրս նրանց հետ կապի դուրս չի գալիս։ Մինչդեռ երկու վարորդներն էլ հրաժարվել են մեղավորությունը ընդունելուց։ Դե հիմա որ ասեմ, պարոն Սահրադյան, կարող է գումար ես վերցրել, գործին ընթացք չտալու համար կնեղանաս։ Կարող է եւ շատ է զբաղված, բայց քո բուն գործը սա է։ Սրա համար դու պետությունից աշխատավարձ ես ստանում։ Նենց որ իրար եկեք, պարոնայք քննիչներ, թե չէ գալիս են արդեն ձեր շենքից են փող գողանում։ Ու էլի չարաբաստիկ Երևան-Գյումրի ավտոճանապարհը, բայց մենք իրոք դժբախտ ազգ ենք, ժողովուրդ ջան։ Ոչ գիտենք, թե ոնց վարվենք նոր ճանապարհների հետ, ոչ էլ գիտենք հին ճանապարհները ինչ անենք։ Այդ իսկ պատճառով էլ զոհերի վիճակագրությունը ոչ միայն նվազման միտում չունի, այլ գնալով աճում է։ Հիմա ինչ ասեմ էլի, էս Մերսեդեսի վարորդին, այ տնաշեն, էս հսկայական ճանապարհը օրը ցերեկով աչքի չի երևում, ինչի ես դուրս գալիս երթևեկելի գոտուց, բախվում երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթանում եւ հայտնվում ճանապարհի մեջտեղում։ Երկաթը նայ ուրա շպրտվե։ Ինչպես տեսնում եք, հարվածն այնքան ուժգին է եղել, որ երկաթե արգելապատնեշներից մի հատված շպրտվել ու հայտնվել է ձորում։ Միայն այդ հանգամանքը բավարար էր, որպեսզի պատկերացնեք, որ մեքենայում գտնվածներից ոչ բոլորի բախտը կարող էր բերել։ Իսկ մեքենայում բացի վարորդից թարսի պես երկու ուղևոր էլ է եղել, ինչպես հետո պետք է պարզենք, վարորդը 44-ամյա Ռուդիկը, 39-ամյա Սիրանուշն ու 12-ամյա Նատալին ընտանիքի անդամներ են եղել։ Բարեկն է տեղափոխել երեխային։ Բարեկային ավտոյով։ Դեպքից 8 ժամ անց Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության աշտարակի բաժին զանգում են եւ հայտնում, որ վիրավորներից Սիրանուշը մահացել է։ Չգիտեմ էլ, ամբողջ կյանքում ինչ է զգալու ղեկին նստած Ռուդիկը, ափսոսանք ու ցավ, գուցե, մեղքի զգացում, գուցե, այդ ամենը Սիրանուշին չեն վերադարձնի։ Ռուդիկն ու մյուս վարորդները պիտի հասկանան, որ եթե ճանապարհը լավ սարքած է, չի նշանակում, որ պետք է ոտքը գազի ոտնակից չքաշել։ Այդ անտեր արագությունը երբեք լավ բանի չի բերում։ Չէ, այդպես որ անցնես դեն դուսարի։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։